Երևանի արվեստի դեսպանատուն ցուցասրահում այս օրերին մանկական արվեստի իսկական տոն է։ Այստեղ ցուցադրվում են Տավուշի մարզի Այգեձոր համայնքի միջնակարգ դպրոցի սաների աշխատանքները։ Սա յուրատեսակ ստուգատես է։ Դպրոցականները նախ մասնակցել էին 10-օրյա սիմպոզիումին, ստեղծագործել եւ հիմա արդեն իրենց գործերը ներկայացնում են արվեստասերի դատին։ Խմբում ընդգրկված են երեխեքը, ովքեր որ հիմնականում չէին աշխատում, չէին ստեղծագործում։ Մենք փորձել ենք գտնել մի տարբերակ, որ այդ ժամանակահատվածում հնարավոր իրենց սովորացնել նյութին տիրապետել եւ իրենց մտքերը, իրենց ցանկությունը կարողանան արտահայտել այդ նյութի վրա։ Շատ հետաքրքիր ստացվեց ամբողջ ծրագիրը, որտեղ մեզ համար շատ անակնկալներ եղան, իրենց համար շատ անակնկալներ եղան։ Սիմպոզիումի գաղափարին աջակցել էր արտերկրում բնակվող այգեձորցիներից մեկը։ Նպատակը սահմանամերձ այս համայնքի երեխաներին արվեստին մոտեցնելն է։ Դպրոցահասակ 40 երեխա է ներգրավվել ծրագրում։ Դու սկսում ես աշխարհի հետ խոսել նյութի լեզվով, դու քո ասելիքն ես իրան հայտնում, դու քո ցավն ես իրան ասում, դու քո ամեն ինչը իր հետ կիսվում ես։ Սա մի բացառիկ տեղ է, ոչ ընկերդ, ոչ մայրդ, ոչ աշխատանքը, ոչ մեկ չի կարող քեզ այտենց հասկանալ, ոնց որ նյութը, որին որ դու տալիս ես քո մեջինը, քո աշխարհը։ Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը եւս կարևորում է նման նախաձեռնությունները, հատկապես մարզաբնակ երեխաների ու երիտասարդների ներգրավվածությամբ։ Երեխաները եւ նկարել են, եւ տեխնիկայի ներկայացումներ են իրականացրել, տեխնիկայինից Աղացի Մելքոնյանին են հրավիրել, եւ ռազմական ինչ-որ պատմամշակութային միջոցառումներ են իրականացրել, եւ Տավուշի մարզի իրենց հասանելի մշակութային հուշարձաններն են այցելել եւ բովանդակային պատմական էքսկուրսներ, գրական նյութերին անդրադարձներ, այդ ամենը բովանդակությունն է եղել այս նկարների ու շեշտը դրվել է հիմնականում ոչ ավանդական տեխնիկաներով աշխատել սովորեցնել երեխաներին։ Մարիա Անտոնյանը 12 տարեկան է, ոգևորությամբ է հիշում ընկերների հետ անցկացրած արվեստով լեցուն 10 օրը։ Ես նկարել եմ Չարի վերջը հեքիաթը։ Ինչ ես կարծում, Չարի վերջը գալիս է։ Այո։ 13-ամյա Լուսինե Թումանյանն արվեստում առաջին քայլերն է անում։ Ապլիկացիա տեխնիկայով թղթին վերարտադրել է Յան Վերմերի Մարգարտե ականջողով աղջիկը կտավը։ Ես նկարելով հանգստանում եմ ինչ-որ նյարդային իրավիճակներից, ավելի հեշտ եմ ազատվում, ավելի կատարելագործվում եմ մտքերս, երևակայությունս ու հետաքրքիր է, վերջում շատ գեղեցիկ գործեր են ստացվում։ Կազմակերպիչները մտադիր են Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաների համար սիմպոզիումը դարձնել ամենամյա։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։